Բարևձեզ Factor TV հյուրը հանուն հավասար իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Գաներ Աբրահամյանն է, ողջույն Տիկին Աբրահամյան։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն արձագանքել է Հայաստան-Ադրբեջան պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի այս փաստին եւ նշվում է սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմություն ունեցող հակամարտության էջը ավելի խաղաղ աշխարհի համար նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականին համաձայն խնդրեմ ուշադրություն այժմ ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել, վավերացնել պայմանագիրը սկիզբ դնել Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանին, այն որ պետքարտուղարը կոչ է արել ստորագրել, վավերացնել եւ ոչ թե օրինակ փոխել Հայաստանի սահմանադրությունը նոր ստորագրել եւ վավերացնել կամ այսպես ասենք շտկել վերջին չշտկված հարցերը նոր ստորագրել եւ վավերացնել նշանակում է որ Ադրբեջանի սահմանադրություն փոխելու պահանջ այդպես չի ընկալվում օրինակ ԱՄՆ կողմից ինչ կարող եք ասել Ես կարծում եմ ոչ միայն ԱՄՆ կողմից այսինքն մի քանի տարբեր դերակատարներ են նաեւ արդեն հայտարարություն արել տեսանք որ ԵՄ-ից էլ եղավ հայտարարություն այսինքն սա ակնհայտ ցուցիչ է որ հստակեցնում են որ պայմանագրային շրջանակը սահմանափակվում է սրանով եւ նոր պատճառաբանություններ որ սա եւս պետք է արվի եւ այլը չեն ընդունվելու բայց ես կարծում եմ որ Ադրբեջանը բնականաբար այսքանով չի սահմանափակվելու եւ սա ուղղակի այդպես Երևի այս պահին հարմար հայտարարություն էր, որ այո մենք պատրաստ ենք ստորագրել, բայց գնալու են նոր նախապայմաններ առաջադրելու ճանապարհով։ Ինձ հիշեցրեց Պուտինի վերջին հայտարարությունը, որ այո մենք պատրաստ ենք կանգնեցնել պատերազմը, բայց մի քանի պայմաններ կատարեք Ուկրաինային մի զինեք եւ այլն, սա ինչ մեթոդիկա է հետաքրքիր։ Դե կրկին ժամանակ ձգելու մեթոդիկա է, այսինքն Ալիևը հասկանում էր թերևս որ այլևս չեն կարող ձգել եւ այլևս չեն կարող ապակառուցողական կողմը դիտարկվել եւ հասկանում էին որ գոնե այս փուլում պետք է հատկապես նոր այս զարգացումների փուլում այսինքն երբ Պուտինն է ասում որ այո պատրաստ են եւ իր չասելը արդեն խիստ բացասական կարող էր գնահատվել ինչ որտեղ արդեն հասկացել էր որ սահմանին են հասել եւ պետք է գոնե ցույց տան որ իրենք էլ են կառուցողական կողմ բայց տեսնում ենք սրան նախորդած մեկ շաբաթվա ընթացքում առնվազն ինչ ռետորաբանություններ կիրառվում իրենց մեդիաներում, հա, այսինքն տեսնում ենք այն նույն մեթոդաբանությունը պատերազմի նախապատրաստության, պատերազմական գործողություններ սկսելու համար որոշակի այդպես տեղեկատվական հող ստեղծելու ամբողջ գործընթացը մեկ շաբաթ, երկու շաբաթ է, այո, անընդհատ ասում էին, որ Հայաստանը պատերազմը սկսելու նոր նարատիվ են սկսել տարածել, որ Հայաստանը ապրիլին հարձակվելու է եւ այլը, ուշադրություն դարձնենք վերջին երկու օրերի ակտիվությունը Էրդողան-Ալիև հանդիպումից հետո ուղղակի Հաջիևի մեկնելը Լոնդոն եւ այնտեղ շատ զարմանալիորեն նաեւ հանդիպումը պաշտպանության նախարարի հետ երեկվա հայտարարությունը նաեւ որ Մեծ Բրիտանիան ռազմական կցորդ է առաջին անգամ թերևս տարածաշրջանում նաև Ադրբեջանում ռազմական կցորդով է հանդերձ գալու Բաքվում, այսինքն սրանք որոշակի ցուցիչներ են, որոնք մեզ համար կարևոր հուշումներ պիտի ունենան։ Նաև Իսրայել Հաջիևի երկու այցերը եւ էներգետիկ գործակցության նոր դրսևորումները Սոկարի կողմից իսրայելական հանքավայրում եւ մեծ ներդրումներ են կատարում այնտեղ կա նաեւ ամերիկյան Chevron ընկերությունը 25% բաժնետոմսունը եւ մենք կվերադառնանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տիրույթին կա անհանգստություն Երևանում Տիկին Աբրահամյան որ եթե Միացյալ Նահանգները կոշտ քայլերի գնա Իրանի դեմ հատկապես այս միջուկային պայմանագրի բանակցության ձախողման պարագայում, եթե Իրանը չհամաձայնվի գնալ բանակցությունների, հնարավոր է Ադրբեջանը օգտվի պահից, եթե հարվածն են հասվում Իրանի միջուկային օբյեկտներին, այսպես միջանց գրավելու եւ այլ։ Այդ դուք ունեք այս անհանգստություն, թե պայմանագիրը շուտով կկնքվի եւ ամեն ինչ լավ կլինի։
Պայմանագիրը անգամ եթե կնքվի, Ադրբեջանին մեծ հաշվով դա չի զսպելու չգնալ որևէ հարձակման կամ ուժի կիրառման կամ ուժի միջոցով Սյունիքի միջանցքի, ինչպես իրենք են ասում, Զանգեզուրի միջանցքի կամ ճանապարհի հարցը լուծելու։ Սա իրականում մեր մտահոգությունների շրջանակում է, բայց հատկապես հիմա, երբ առավել սրվել է Իրանի շուրջ կամ Իրանի շուրջ օղակը շատ ավելի սեղմվում է եւ հայտարարությունների մակարդակում եւ եթե ժամանակին Բայդենը խստորեն այդպես գոնե համաձայնություն չէր տալիս միջուկային օբյեկտներին որևէ կերպ հարվածել, հիմա կարծես թե այդ սահմանափակումը չունի Իսրայելը եւ հնարավոր է որ սա իրողություն դառնա։ Այս առումով իհարկե որոշակի մեսիջներ, որ Իրանից լսում ենք շատ ավելի այդպես փորձում են գոնե կառուցողական լինել եւ բարբերաբար շեշտում են, որ մենք պատրաստ ենք քննարկել, մենք պատրաստ ենք այս հարցերից հրաժարվել եւ այլը, այս առումով մենք կարող ենք որոշակի հույս ունենալ, որ բանակցունակ են, հա, Իրանի կողմը, բայց որքանով ամերիկյան կողմը այդ առումով ավելի համբերատար կլինի, համբերատար կլինի, ավելի քիչ կտրվի Իսրայելի ճնշումներին, նաև պարտադրանքներին եւ ինչ որտեղ նաև սադրանքներին, չեն կարող վստահ լինել։ Այստեղ մեկ տարբերություն կա, որ այնուամենայնիվ որքան տեսնում ենք Թրամփի հիմնական տրամաբանությունը դիվանագիտական, տնտեսական շահն է եւ ընդհանրապես բիզնես տրամաբանությունն է, բիզնես դիվանագիտությունն է։ Բիզնեսի դիվանագիտության մեջ կոնֆլիկտի գնալը ամենավերջին քայլն է բնականաբար, այսինքն ինքը կարող է շատ խիստ ռետորաբանություն, ճնշումների լեզու, սպառնալիքների լեզու, ռետորաբանություն կիրառել, բայց ի վերջո չգնալ որևէ կերպ ռազմական լուծման։ Սա ինչ որտեղ կարող է մեզ հույս տալ, բայց սրա վրա չպետք է կառուցենք մեր որոշակի ռազմավարությունները, պետք է կառուցենք շատ ավելի վատ սցենարների ուղղությամբ, իսկ վատ սցենարները մեզ հուշում են, որ մեր հույսը չպետք է լինի խաղաղության պայմանագիրը, այո, շատ լավ է, որ հասել ենք ինչ որ իհարկե այնտեղ շատ մտահոգիչ դրույթներ են առկա, բայց միշտ պիտի հասկանանք, որ ցանկացած խաղաղության process-ում ցանկացած փաստաթուղթ մեծ հաշվով գոնե վերջին 50 տարիների, առավել 70 տարիների պատմության մեջ բոլոր կոնֆլիկտների ընթացքում կնքված, ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագրերը առնվազն 40%-ը հաջորդած 5 տարիների ընթացքում է խախտվել, առնվազն 50%-ը ավելի երկար ժամկետում է խախտվել, այնպես որ մեր հույսը սա թերևս չպետք է լինի։ Իհարկե մենք չենք կարող պնդել, որ մի ամսից նույնիսկ 1 տարուց կկնքվի պայմանագիր, հաշվի առնելով Ադրբեջանի պահանջը փոխել սահմանադրություն, պետք է հասկանալ այդ հարցը անպայման կքննարկենք Հայաստանը առաջ է քաշում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց եւ դրանից հետո ոնց է այդ թեման առաջ գնում, բայց ստացվում է, որ մենք կամ կունենանք նոր նոյեմբերի 9-ի հայտարարություն, պայմանական ասած, եւ կողմերը այսպես տարբեր ձևակերպումներ կտան նույն կետին եւ դա կբերի կոնֆլիկտի եւ արյունալի բախումների, թե մենք կունենանք արխիվացված նոյեմբերի 9-ի հայտարարություն, եթե այս պայմանագիրը կնքվում է եւ Հայաստանը, Ադրբեջանը հայտարարում են, որ մեր հարաբերությունները արդեն այս նոր սկզբունքների, այս նոր համաձայնեցումների հիման վրա ենք կառուցում, նոյեմբերի 9-ի մասին ով է հիշելու, եթե ոչ գուցե ռուսները, բայց հայերն ու ադրբեջանցիները արդեն նոր հիմք են, չէ՞, ստանում, ինչ եք դուք տեսնում։ Նոյեմբերի 9-ի մասով հիշելու են իհարկե հիշելու է ադրբեջանական կողմը, հատկապես ռուսական կողմի դրդմամբ, 9-րդ կետը իհարկե, մնացած բոլոր կետերը իրենց ընկալմամբ այդ փաստաթղթում որևէ արժեք չունեն։ Նոյեմբերի 9-ը հիշվելու է նաև Հայաստանի ներսում, հասկանում ենք, որ այստեղ դրա ջատագովները կան, չնայած ըստ էության նույն ջատագովները ժամանակին դա կապիտուլյացիոն թերթուղթ էին որակում եւ ես կարծում եմ, որ ընդհանրապես այս process-ը շատ այդպես երկար դեռևս
այսինքն այս խմորը դեռևս երկար ջուր է տանելու բնականաբար Ալիևը նոր պահանջներ է ընդ որում այդ պահանջները չեն սահմանափակվելու սահմանադրության փոփոխությամբ ես կարծում եմ որ սահմանադրության փոփոխությունը ամենամեղմ նախապայմանն է այս փուլում հավելյալ դրվելու Եթե հիշում եք 2 ամիս առաջ, այսինքն հունվարի այդ հարցազրույցի ժամանակ Ալիևը շատ կարևոր մի հատված էր իր հարցազրույցում, երբ ասում էր, որ մենք շարունակելու ենք պնդել, որ Հայաստանը պիտի դեմիլիտարիզացվի, հա, այսինքն ապառազմականացվի եւ անգամ եթե հենց այսպես էր ուղակի խոսքը, անգամ եթե դա չկա խաղաղության պայմանագրի փաստաթղթում միևնույն է մենք այս հարցը շարունակելու ենք պնդել եւ հասնելու ենք սրա իրագործմանը ապառազմականացումը որը շատ ավելի ծանր հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ այսինքն եթե սահմանադրության փոփոխությունը հիմա իրենց հիմնական այդպես խոսույթն է հետո շատ ավելի բարդ եւ շատ ավելի անհնար իրականացվող պահանջներ են դրվելու այսինքն սա բանակցային process-ում եւ ընդհանրապես բանակցային քաղաքականության մեջ մեծ հաշվով հիմնականում կոչվում է deal kill, հա, այսինքն երբ գործարքը հանգեցնում է նրան, որ գործարքը ուղղակի ձախողվի Հիմա իրենք այդ deal kill-ի տրամաբանությունը եւ քաղաքականությունն են կիրառում Հիմա նոր սահմանադրություն, թե հին սահմանադրություն, այսպես ասենք, այսինքն պայմանագիր կամ կնքվելու է նոր սահմանադրության ընդունման պայմաններում արդեն, դա կարող է նշանակել, եթե փաստերին հետևենք, ուրեմն 26-27 թվերին, որովհետև Արտադրության նախարարն ասում էր Աժընտրությունների նախաշեմին պետք է պատրաստ լինի, դա հուլիս ամիսն է ընկնում, ենթադրենք այդ շրջանում հարակվեի է դրվում սահմանադրությունը, ենթադրենք ընդունվում է, միանգամից հաջորդ օրը դա ուժի մեջ չի մտնում, ինչ որ մի ժամկետ պետք է նշվի, լավ, ենթադրենք 27 թվականի հունվարի 1, դրանից հետո էլ պետք է այդ նոր սահմանադրության գործողության պայմաններում ուղարկվի ՍԴ, ազգային ժողով, այսինքն մենք եթե նոր սահմանադրության բանով կարգավորումներով են գնում, դա 27-ի կողմերը կարող է պատրաստ լինել ստորագրման, բայց դուք ինչքանով եք հավանական համարում, որ այս սցենարը չլինի եւ պայմանագիրը ստորագրվի հիմա, սա հավանական է այդպիսի քաղաքական պայմանավորվածություն Փաշինյանի Ալիևի միջև, որ լավ, մենք 26-ին կփոխենք սահմանադրությունը եւ 27-ին կմտնի ուժի մեջ, բայց հիմա ստորագրենք պայմանագիր, բայց այստեղ էլ մի ուրիշ հարց կա, շատ ծողական է ստացվում, նշանակում է, որ մեր ԱԺ-ն եւ ՍԴ-ն պետք է վավեր համարեն գործող սահմանադրության պայմաններ, մեջտեղ Ադրբեջանը ասում է, չէ, նոր սահմանադրություն ընդունենք, նոր պայմանագիր կնքենք։ Դուք ինչ եք տեսնում այս իմաստով։ Տեսեք, Ադրբեջանի ընդհանրապես այս պահանջը մի քանի շերտ է պարունակում եւ մի քանի պլան է իր մեջ ներառում։ Բնականաբար շատ լավ հասկանում են, որ նախ առաջին հիմնական կետը ինչու է անհեթեթ այս պահանջը, որովհետև ինքը խաղաղության պայմանագիրը շատ հստակ է սահմանում, հա, այսինքն գոնե այդ մի դրույթը մենք տեսել ենք, գիտենք, որ որևէ ներպետական կառուցակարգ, օրենք, սահմանադրություն եւ այլն չի կարող գերակա ուժ ունենալ խաղաղության պայմանագրի, այսինքն խաղաղության պայմանագիր ունի գերակա ուժ եւ որևէ ներպետական օրենք որևէ կերպ չի կարող դրա վրա ազդեցություն ունենալ եւ փոխել եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ հստակ է որ այդ առումով իրենք չեն կարող ունենալ որևէ մտավախություն, հա, որ կարող է հանկարծ ինչ որ մի օր մենք ունենանք տարածքային ամբողջականության խնդիր եւ պահանջ եւ այլն։ Երկրորդ պատճառը սահմանադրական դատարանի որոշումն էր կանոնակարգը, սահմանազատման, սահմանագծման կանոնակարգը հաստատելու ժամանակ, հա, այսինքն հստակ սահմանվեց, որ որևէ կերպ այն դրույթները, որոնք առկա են, այսինքն հիմա չցիտեմ ինչ էր սահմանադրական դատարանի վճիռը, մեծ հաշվով եւս մեկ անգամ ասվում էր, որ հռչակագրում առկա դրույթը իրավական որևէ կարգավորում չունի մեր սահմանադրությամբ եւ որևէ տարածքային ամբողջականության պահանջ մեր սահմանադրությունը չի ներառում։ Կարճ ասած, Ղարաբաղը Հայաստան չի համարվում, չի համարվել, այո, եւ չի համարվում։ Այսինքն այս առումով էլ վստահաբար հանգիստ են։ Երրորդ պատճառը, որ էլի անհեթեթ է դարձնում այս պահանջը, այն է, որ
ցանկացած իրավիճակում, եթե անգամ հիմա փոխվում է սահմանադրությունը, իշխանության փոփոխության դեպքում եւս մեկ անգամ կարող է սահմանադրությունը փոխվել։ Այսինքն էլի ոչինչ չի խանգարելու որևէ նոր իշխան, այսինքն եթե իրենց ամբողջ մտավախությունը այն է, որ որևէ ռևանշիստական խմբի կամ ասենք, չգիտեմ, քաղաքական ուժի Հայաստանում իշխանություն վերցնելու դեպքում խաղաղության պայմանագիրը չեղարկվի, նախ չի կարող չեղարկվել, եթե դա սահմանադրությամբ հաստատվելու է, բայց ամեն դեպքում միակ հնարավորությունը նոր սահմանադրություն ընդունելն է, այսինքն էլի կարող են նոր սահմանադրություն ընդունել եւ չեղարկել եւ ամեն ինչ կարող են անել, այսինքն մեծ հաշվով։ Այո, ներեցեք, որ ընդհատում եմ, շատ կարևոր բան եք ասում, ներեցեք, ի վերջո ռազմական ագրեսիա անելու համար թղթերը երբեք չեն խանգարելու, հա? Իհարկե ոչ, բայց փորձենք հասկանալ այս դեպքում այս տրամաբանությունը, այսինքն այս պահանջի հիմքում ինչն է ընկած։ Մեկ պատճառն այն է, որ զուտ հնարավորինս ձգեն, երկրորդ պատճառը ներքաղաքական բավական լուրջ բևեռացում բախում ստեղծեն, որովհետև եթե հիմա այնուամենայնիվ գնում ենք մենք սահմանադրական փոփոխությունների, հասկանում ենք, չէ, ներսում որքան դժգոհություն է լինելու։ Եվ այդ դժգոհության արդյունքում գուցե նաև նպատակ ունեն հենց որ իշխանության գա այնպիսի ուժ, որը որ շատ ավելի սպառնալի, շատ ավելի այդպես ռևանշիստական հռետորաբանություն կունենա, որը կբացի Ալիևի ձեռքերը, որովհետև հիմա Ալիևի ձեռքերը որոշակիորեն նաև սահմանափակված են, որովհետև ինքը անընդհատ պատճառաբանություն է փորձում գտնել, անընդհատ սադրում է, որ այստեղից ավելի այդպես կոշտ հռետորաբանությամբ իրեն պատասխանեն, ինքն էլ պատճառ ունենա, ասի տեսեք, որ մենք ասում ենք ռևանշիստ են, ուրեմն ռևանշիստ են։ Երկրորդը, ինչ կարող է լինել նաև իրենց պլանում, այն է, որ այդ սահմանադրությունը դրվի կամ հռչակագրի փոփոխությունը, հա, դրվի հանրաքվեի, ժողովուրդը դեմ քվեարկի դրան, եւ սա եւս իրենք պատճառ ընդունեն, որ տեսեք, մենք որ ասում ենք այնտեղ ռևանշիստներ են եւ միևնույն է իրենք ունեն իրենց մտքում վերագրավելու, վերադարձնելու Արցախը եւ այլն, եւ սա լինի իրենց համար այդպես կազուսպելի հարցակման համար։ Այսինքն ծուղակ կա այստեղ եւ հենց այնպես չի, որտեվ հասկանում ենք, չէ, իրենք շատ լավ հասկանում են, որ մեծ հաշվով մեր սահմանադրությունը որևէ կերպ իրենց համար խոչընդոտ չէ եւ խաղաղության համար խոչընդոտ չէ։ Եվ այստեղ ինչու են այս պահանջը անընդհատ դնում, որպեսի եւ մի քանի սցենարներ աշխատեցնեն, մեծ հաշվով որն էլ աշխատի իրենց համար ձեռնտու տարբերակ է։ Այսինքն անգամ եթե փոխվի իշխանություն, էլի ձեռնտու տարբերակ է, վստահ եմ հիմա ինձ լսողները կասեն, այս իշխանությունը իրենց ավելի ձեռնտու է, որովհետև ինչ ուզում է անում են։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև տվյալ իրավիճակում իրենց համար ավելի ձեռնտու կլիներ, ձեռքերը ավելի ազատ լինեին, մի քանի օրում, որը ռազմական բալանսի այս պայմաններում թերևս շատ ավելի հեշտ է, այսինքն ռազմական առումով իրենք մեծ գին չեն վճարելու հարձակման դեպքում, դեռևս քաղաքական գինն է բավական մեծ, որովհետև հարձակման համար իրենք որևէ, չեմ ասում լեգիտիմ պատճառ, որովհետև ուժի կիրառման համար չկա աշխարհում լեգիտիմ պատճառ, բայց հարձակման համար որոշակի այդպես պատճառաբանություն եւ ինչ-որ առիթ հարձակման չունեն այս բանը։ Նկատի ունեք, եթե ռևանշիստը իրենց պատասխան։ Այո, եթե հռետորաբանությունը փոխվում է, բնականաբար, հռետորաբանություն լինի, հեշտ կլինի ասել, այ տեսեք, ես ստիպված եմ։ Բայց Արադ Միրզյանը այսօր մի սցենարել էր նկարագրում եւ նաեւ Հայաստանի վարչապետը ըստ էության հայ պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանի սահմանադրությունում էլ կա մեր նկատմամբ պահանջ, բայց մենք իրենց պես չենք վարվում, չենք ասում գնացեք փոխեք ձեր սահմանադրությունը, քանի որ ձեր նշած այդ կետերով պայմանագրում այդ հարցը կարգավորվում է։ Մենք համոզված ենք լինում, որ դուք մեր նկատմամբ չունեք պահանջ, դուք էլ պետք է համոզված լինեք, որ մեր նկատմամբ չունեք պահանջ։ Ենթադրենք գիտենք, որ շուտով հանդիպում է լինելու, շուտով ասելը շատ պայմանական է, պետք է կողմերը համաձայնեցնեն եւ քննարկեն, որովհետեւ 17 կա այդ համաձայնեցված է, ոնց գնանք առաջ։ Ենթադրելի է Ադրբեջանը նոր սահմանադրություն ընդունելու պայմանը կբերի, հայկական կողմի հռետորաբանությունից դատելով հայկական կողմն էլ կասի, որ դուք էլ ունեք
պահանջ մեր նկատմամբ սահմանադրությամբ դե դուք էլ փոխեք, այնց հետաքրքիր դրանից հետո ինչ սցենարներ կարող են լինել։ Մի սցենար կողմերը այն կողմ են դնում, ասում են լավ, երկուսս էլ ունենք, եկեք հաշտվենք, գնանք, բայց սա շատ լավատեսական է հաշվի առնելով Բաքվի ռետորաբանությունը, մյուս կողմից փակուղի, հա, երրորդ տարբերակ կա այստեղ, ինչ եք մտածում։ Դե Ալիևի հիմնական նպատակը փակուղին է, այսինքն ինչպես ասացի, այդ deal kill-ն է, հա, այսինքն որպեսի գործարքը սպանվի, եթե բառացի թարգմանում ենք։ Բայց այստեղ չի բացառված, այո, չնայած ես որքան գիտեմ նախկինում էլ, երբ այդ հարցը բարձրացվել է, հայկական կողմից եւս ասվել է, որ դու ձեր սահմանադրությունը շատ ավելի հստակ է տարածքային ամբողջականության պահանջ ներկայացնում ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին, հա, այսինքն այս առումով վստահաբար մենք սեղանին դնելու հակափաստարկ ունենք։ Եվ չի բացառվում, որ ըստ էության նույն հակափաստարկի միջոցով է, որ անկլավների թեման փակվել է, կարծես թե գոնե այս փուլում։ Այսինքն համենայն դեպս փաստաթղթում կարծես թե չկա, որքան հասկանում ենք, եւ հրապարակային իրենց խոսույցում էլ չկա, որովհետեւ մեր կողմը հիմնականում ասվում էր, որ դե եթե խոսում ենք անկլավներից, ուրեմն արծվաշենն էլ պետք է վերադարձնենք։ Այսինքն այն դեպքերում, երբ մենք ունենք սեղանին դնելու հակափաստարկներ եւ դրանք ծանրակշիռ են, այստեղ բնականաբար իրենց դիրքերը որոշակիորեն այո հետ են քաշում։ Շատ է քննարկվում, օրինակ, որ դեպքում է ընդհանրապես Ալիևը զիջել։ Իրականում կան իրավիճակներ, որ Ալիևը զիջել է։ Եվ դա հենց օրինակ նույն անկլավների հարցն է։ Մենք չենք վստահ բնականաբար չենք կարող լինել, որ ինչ որ մի օր նորից չի բացելու այդ թեման, բայց գոնե այս փուլում դա կարծես թե կամ թողնված է սահմանազատման process-ի վրա, բայց այստեղ որքան հասկանում եմ իրենց համար ցանկալի գործընթաց չէ, որովհետև իրավական տեսանկյունից էլ անկլավների հարցը շատ միշտ չէ եւ իրավական առումով քարտեզներում չէ, որ արձանագրված է, այսինքն սրանք շատ ավելի այդպես ոչ իրավական process-ների արդյունքում են եղել, մինչդեռ օրինակ նույն Արցվաշենը քարտեզում հստակ է նշված, այսինքն այս առումով մեր դիրքերը շատ ավելի ուժեղ են։ Եվ այդ հարցը Ադրբեջանը այդպես ագրեսիվ առաջ չի տալիս, գոնե այո, այս պայմանավորվածությամբ։ Բայց ես ելի եմ պնդում, որ սահմանադրության հարցը ամենամեղմ հարցն է, որ իրենք դեռևս առաջ են բերելու։ Իրենք դեռևս շատ հարցեր են առաջ բերելու, այդ թվում պատերազմի հանցագործներին, այսպես ասած, հանձնելը, ընդ որում երեք իրենք խոսում էին հայցերի հրաժարման մասին, այսինքն արդեն իսկ հայտարարվեց, որ հայցերի հրաժարումը ընդունելի տարբերակ է, որը բավական մտահոգիչ է եւ այս թեմայով եթե հնարավոր կլինի մանրամասները փորձեմ գոնե իմ դիտարկյունից ներկայացնել, բայց հենց նույն օրը ասվում էր, որ մենք չենք մոռացել եւ չենք մոռանալու այն հանցագործությունները, որոնք իրականացրել են եւ որևէ կերպ շարունակելու ենք հետամուտ լինել, հա, այսինքն Հաջիևը հենց նույն օրը այս մասին էր խոսում եւ Հա, շատ լավ, տեսեք, այստեղ մի հարց կա, եթե հայցերի հետ քաշման գաղափարախոսության հիմքում ինչ է դրված, որ ինչ տեղի ունեցել անցյալում, եկեք դա հանենք դատարաններից, մոռանանք ինչ-որ իմաստով, վերքը ամոքենք նոր հարաբերություններ կառուցելով, եթե շատ ընդհանրական դա է, չէ, այսինքն միջազգային ատյաններում անգամ իրավական եւ այլն դիվանագիտական էլ միգուցե դա էլ կարող է ինչ-որ կերպ ներառվել, իրար դեմ չպայքարենք, ապրենք նորմալ հարևանների պես։ Բայց սա կիսատ է, եթե նույնիսկ այդ հայցերը հետ քաշվեն, Բաքվում այսօր գնում է դատավարություն։ Դուք պատկերացրեք մեր հանրության վիճակը, հայցերը հետ են քաշվում, լավ Ադրբեջանն էլ իր հայցերն է հետ կանչում ու որևէ էլ հայց երբեք չի ներկայացնում։ Եվ մենք ամեն օր ստանում ենք տեղեկություններ Բաքվի դատարանում ընթացող process-ից։ Իշխանականներն ասում են, դե պայմանագիրը կնքվի, այդ հարցը կարող է ինչ-որ կերպ լուծվել, բայց մենք չունենք ապացույցներ կամ մենք չունենք խոսք, երաշխիք, նույնիսկ խոսք չունենք, որ կլուծվի այդ հարցը, պայմանագիրը կկնքվի, բոլորս կհաշտվենք, 23 հայեր Բաքվի բանտից կգան Հայաստան։ Տիկին Աբրամյան, ճիշտ է արդյոք իմ են միտքը, որ կարելի է սա փոխկապակցել, թե պետք չի հարցը քաղաքականացնել, տրամաբանություն է այստեղ գործում, ինչ եք մտածում։
Ընդհանրապես իրավական գործընթացները խիստ կարևոր են հենց խաղաղության հարատևությունը ապահովելու տեսանկյունից։ Այսինքն չի կարող լինել հաշտեցում, եթե երրորդ կողմում, այսինքն դատարանում եւ արդար դատարանում, իսկ դա միջազգային ատյաններն են, հստակ չի սահմանվել կոնֆլիկտի պատճառները, էությունը եւ չի տրվել դրան գնահատական եւ չեն որոշակի պատիժ չեն կրել մեղավորները եւ այստեղ շատ տրամաբանական ուղղակի հարց է ծագում եթե որովհետեւ Ալիևի հայտարարությունը հիշում ենք որ ասում էր 150 միլիարդ դոլարի հայց ունենք եւ կարող ենք այսքան ֆինանսական պահանջ ներկայացնել Հայաստանին եթե վերցերս իջեցրեցին այո եթե այսքան իսկապես հիմնարար փաստաթղթերով կամ փաստարկներով ունեք հայցեր, ում եք սպասում, ինչու չեք դիմում, ինչու է ձեր հայցերը բացառապես հայելային մեր հայցերին, ընդ որում այդ հայելային հայցերն էլ խիստ փաստազուրկ, մի քանիսը արդեն իսկ ուղակի միջազգային ատյաններում, հատկապես ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ուղակի չեղարկվեցին, չընդունվեցին, այսինքն այնքան փաստազուրկ են իրենք, որ միակ ելքը տեսնում են ուղղակի հայցերը ընդ որում երբ շեշտվում է հայցերը հավասարազոր հետ քաշման մասին, այստեղ էլ էլի վտանգ կա, որ մենք հավասարեցնում ենք մեր հայցերը իրենց հայցերի հետ, մինչդեռ դրանք բոլորովին հավասարազոր չեն, մեր փաստարկները եւ մեր հայցերի հզորությունը այն տեսանկյունից, որ հիմնարար իրավունքներ են խախտված հատկապես ռասայական խտրականության կոնվենցիայի տեսանկյունից ուղղակի այստեղ միջազգային որևէ ատյան չի կարող լուրջ ընդունել մեր խաղաղության process-ը, եթե մենք հրաժարվում ենք մեր հայցերից, որովհետև ուղղակի հասկանում են, որ եթե այնտեղ կա ռասայական խտրականության դարեր տևած, ընդ որում մեր հայցը չի սկսվում վերջին պատերազմից, դա գնում է մինչև Համիդյան ջարդեր, որը ցույց է տալիս, որ սա տևական ժամանակ այս տարածաշրջանում տվյալ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած խտրականության, ատելության խոսքի եւ այլնի խորացված եւ ցեղասպանական գործողությունների հետևանք է եւ ուղղակիորեն որոշել որ հայցերը հետ են կանչում եւ վերջ բացարձակ հիմնազուրկ է երկրորդ ամեն Բաքվի դատավարության եւ նույնիսկ դա չի փոխկապակցվում եւ չերել կարող մեծ հաշվով փոխկապակցվել որովհետեւ այսպես հաշտության տրամաբանությունը ենթադրում է որ պետք է վերադարձնել բայց մենք հիմա տեսնում ենք չէ թե այնտեղ ինչ է կատարվում եւ ինչ մեսեջներ ենք այնտեղից ստանում այսինքն այս ամբողջ դատավարությունը ես համարում եմ հիբրիդային հարձակում Հայաստանի հասարակության սարսափելի մեր հոգեբանության վրա ազդող այս նկարները ամբողջ ընդհանրապես ուղերձները որոնք նաև այնտեղից են հնչում եւ այլ այսինքն մեր գերիներին մեր հայրենակիցներին պատանդառած մեր դեմ են օգտագործում եւ օգտագործում են Հայաստանի Հանրապետության դեմ եւ սա շատ վտանգավոր process է սա իրականում հիբրիդային պատերազմի դեպքում հիբրիդային պատերազմի ատոմային ռումբն են մեր դեմ կիրառում հիմա այս օրերին ամեն օր եւ բնականաբար իրենք ուղակի չէին էլ համաձայնելու որևէ պայմանով վերադարձնել գերիներին ընդ որում մենք հիմա հստակ գիտենք 23-ի մասին բայց մինչդեռ այնտեղ շատ ավելին են գոնե այն տվյալները որոնք մենք ունեցել ենք 3 տարի առաջ պատերազմի կամ եւ պատերազմից հետո եւ 22 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո այսինքն բռնի անհետացած անձինք եւս արկա են եւ առնվազն այնտեղ 80 քանի մարդու մասին է խոսքը այս առումով շատ վտանգավոր է հայցերից հետ քաշումը ես հասկանում եմ որ Հայաստանի կառավարությունը թերևս այս մոտեցումն է ձեռք բերել ворթեգրել որ մենք որևէ պայման չենք դնում, որպեսզի մենք լինենք կառուցողական կողմ, տեսնենք մինչև ուր է Ալիևը ձգելու։ Եվ Ալիևն էր հասկանում էր, որ հավերժ չի կարող ձգել, եւ դրա համար հիմա ասացին մենք համաձայն ենք, բայց այդ բայցը կարող է տևել էլի տարիներ շարունակ։ Բայց հայցերից հետ քաշումը եւս մեկ շատ լուրջ վտանգ է իր մեջ պարունակում եւ որը նաեւ տեսնում ենք էլի ադրբեջանական հռետորաբանության մեջ այս վտանգը։
Հիշենք Ալիևը ինչ էր վերջին իր հարցազրույցում նորից ասում, որ հայերը ֆաշիստ են եւ հենց այս հիմքով, որովհետեւ ֆաշիստ են եւ իրենք օկուպանտ են եղել տարիներ շարունակ, այս հիմքով, ինչպես արեցին կապիտուլյացիան Գերմանիային, պետք է իրականացվի դեմիլիտարիզացիան, ապառազմականացումը։ Ալիևի իրական նպատակը Հայաստանի ապառազմականացումն է, այսինքն այնտեղին երբ որ ասում եմ սահմանադրություն եւ այլ, սրանք շատ այդպես մեղմ պահանջներ են, որոնք տրվում են։ Իր հիմնական նպատակը ապառազմականացումն է։ Հիմա երբ մենք հաշվում ենք հետ եւ ասում ենք շատ լավ, մենք հրաժարվում ենք մեր հայցերից, մոտավորապես իր համար իրեն տալիս ենք կարևոր մի զենք։ Երբ որ դու ասում ես շատ լավ, ռասայական խտրականության հիմքով չի այս կոնֆլիկտը, ինքը ասում է ուրեմն ես ճիշտ եմ, 30 տարի սա եղել է տարածքային ամբողջականության խնդիր եւ սա եղել է տարածքային խնդիր, եթե տարածքային խնդիր է, ուրեմն դու օկուպանտ ես, եթե տարածքային խնդիր է, որովհետեւ դու այլևս քո իրավունքների պաշտպանության ուղղությամբ չունես դատարանի վճիռ, որ սա ռասայական խտրականության խնդիր է, այսինքն մարդու իրավունքների պաշտպանության հայրենազրկման խնդիր է, ապա դու ֆաշիստ ես։ Եթե դու ֆաշիստ ես, ուրեմն պիտի ապառազմականացվես։ Այսինքն սրանք պատճառահետևանքային լուրջ կապեր է ինքը ստեղծում եւ բոլորովին պատահական չի, որ դեռևս 2 տարի առաջ արդեն իսկ պահանջը հայցերը հետ քաշելու, ընդ որում ես ասում եմ դեռևս նոր էր մեր հայցը այնտեղ եւ պատկերը շատերի համար, նաեւ այդ թվում իրենց համար արդյոք այդ հայցը կունենա օգուտ Հայաստանի վճիռ թե ոչ, պարզ չէր։ Հիմա շատ ավելի պարզ է թերևս, բայց այն ժամանակ պարզ չէր, բայց միևնույն է այն ժամանակ արդեն իսկ իրենք պնդում էին, որ հայցերը պիտի հետ քաշվեն։ Հիկմետ Հաջիևը վերջերս խոսում էր անցումային արտադրության իրականացումից, հետաքրքիր նրանք ինչու են դեմ միջազգային անցումային արտադրության իրականացման։ Որովհետև հիմա իրենք իրենց պատկերացմամբ Բաքվի դատարանում իրականացում են անցումային արդարադատություն, որը բացարձակ կապ չունի ընդհանրապես արդարադատության հետ կապ չունի, Ժնևի կոնվենցիայի տոտալ խախտում է, հատկապես եթե հիմա նաև Կարմիր խաչին են այնտեղից դուրս բերում եւ նշանակում է, որ մեր գերիներին որևէ մեկը չի կարող անգամ այցելել եւ մենք օբյեկտիվ իրականությունը իրենց վիճակի մասին ուղղակի այլևս չենք կարող ունենալ, սա բոլոր հնարավոր իրավունքների խախտում է եւ անցումային արդարադատության մասին խոսելը եւ զարմանում եմ, որ ընդհանրապես իրեն գիտեն այդ արդարադատության այդ տեսակի մասին։ Միգուցե հետաքրքրվել են ինչ է սպասվում պատերազմի հանցագործներն սեփական եղքեր գիտակցմամբ։ Նաև ներքին հանցագործներին, որովհետև եթե այնտեղ իշխանություն փոխվի եւ եթե դա լինի իրական իշխանություն եւ ժողովրդավարական իշխանություն, վստահաբար նաև ներքին սպանությունների եւ ներքին հանցագործությունների, ներպետական հանցագործությունների մասով անցումային արդարադատություն պետք է իրականացվի։ Կավել լսել են մեր հեղափոխական իշխանության խոստումներից մեկը, որն այդպես էլ չիրականացավ, հետաքրքրվել են ինչ է դա։ Լավ, սա կատակ իհարկե, բայց ԵՄ դիտորդների ճակատագիրը Տիկին Աբրամյան ինչ է լինելու, որովհետև այո, նրանք ռազմական ուժ չեն, ինչպես մեր ընդդիմադիր գործիչներից մեկն էր, հավանաբար ծաղրում հեռադիտակով եւ գրիչներով ինչ որ մի մարդիկ են, թեև մեր ընդդիմությունը ոնց որ վերջին օրերին սկսել է մտահոգվել ԵՄ դիտորդների ճակատագրով, էլի ուժ չի։ Հիմա ինչ սպասել նրանցից, որովհետև այո, նրանք կոշտ ուժ չեն, ինչ որ չափով երաշխիք են, թե այդ չափը ինչպիսին է, գնահատման հարց է, կարող ենք նաև գնահատել։ Ես լսում եմ մեկնաբանություններ, որ երրորդ ուժերի դուրսբերումը դա Եվրամիության դիտորդներին չի վերաբերվում սահմանից, չգիտեմ, բայց ես ուրիշ երրորդ ուժ չգիտեմ այդ սահմանի կանգնած, Հայաստանի ուժն է, Ադրբեջանի ուժն է, ռուսները դուրս են բերված, ինչ եք դուք տեսնում։ Շատ կուզենք, որ երրորդ ուժը չդիտարկվեր սահմանին մեծ հաշվով այնտեղ տեղակայում չէ, այսինքն իրենք դիտորդություն են անում եւ բարեկություն են անում, իսկ սահմանի տեղակայումը շատ այլ եւ երրորդ ուժի տեղակայում էր, օրինակ, ասենք ժամանակին ռուսական զորքի տեղակայումը, ռազմաբազաների տեղակայումը եւ այլն, այսինքն սրանք նույնը չեն բացարձակ, բայց ցավոք այսօր նաեւ արտգործնախարարի պատասխանից ենք հասկանում, որ նկատի ունեն նաեւ Եվրամիության դիտորդների։ Մինչդեռ
այո Եվրամիության դիտորդների ազդեցությունը գուցե շատ չի, բայց ազդեցության գնահատականը նաև տալիս ենք վերջին 24 թվականի որոշակի կայունությամբ եւ լուրջ էսկալացիաների բացակայությամբ բայց այստեղ ցուցիչը նաև մեկ այլ ցուցիչով կարող ենք գնահատել օրինական, այսինքն այո, ինչու է Ադրբեջանը այսքան հետևողական պնդում եւ դարձրեց դա թերևս ամենակարևոր փաստաթղթի մաս, այսինքն սա նշանակում է իրենց համար խիստ կարևոր է, որ Եվրամիության դիտորդները դուրս գան սահմանից։ Միտումը, որ տեսնում ենք, իր երկրի ներսից դուրս է բերում հնարավոր բոլոր միջազգային աչքերը, հա, դուրս է բերում հնարավոր բոլոր միջազգային լրատվամիջոցներին եւ չի ուզում նաեւ, որ այս սահմանին որևէ միջազգային բարեկություն իրականացնող, այսինքն միջազգային աչք լինի։ Ինչու՞, որովհետեւ երբ այդ պնդումը արվում էր, մենք անընդհատ հարց էինք տալիս, ինչու, եթե դու կնքում ես խաղաղություն, նշանակում է դու նոր հարձակման որևէ պլան չես մշակում։ Ինչով են քեզ խանգարում բարեկները այնտեղ կանգնած, օտարաչք են, որոնք կարող են ֆիքսել, թե ով է խախտում խաղաղության պայմանագիրը։ Սա է հիմնական նպատակը։ Իսկ դա նշանակում է պայմանագիրը կարող է խախտվել, եթե հատկապես այնտեղ չլինեն այդ օտարաչքերը։ Այս դեպքում Հայաստանի իշխանության դիրքորոշումը ոնց է գնահատում։ Նրանք կարծես թե սկզբից հայտարարում են, որ սահմանազատված հատվածներից դուրս գան, վարչապետը երեք հստակեցրեց, ասաց ախը նիստում խոսել ենք, քննարկել ենք եւ փոխզիջումային տարբերակ այն է, որ պայմանագրի կնքումից հետո երրորդ երկրների ուժերը դուրս գան։ Այստեղ վարչապետը ասաց, որ մեր ընկալումը այդ պահանջի փոխվել է։ Եվ ես մտածում եի, որ գուցե այդ ընկալման փոփոխությունն է, որ որակում են ըստ էության այնպես ինչպես կա, որ Եվրամիության դիտորդները երրորդ ուժ չեն կարող դիտվել։ Բայց ցավոք կարծես թե այդպես չէր, որովհետև այսօր արդեն պարոն Միրզոյանի ասածը շատ ավելի հստակ էր, հա, որ այո, երրորդ ուժ են եւ ուղղակի հետո իրենց այսինքն դուրս չեն գալիս Հայաստանից, Հայաստանը չեն լքում, բայց այստեղ տարբերություն կարող է լինել, հա, այսինքն կախված թե սահմանի որ հատվածից են իրենց դիտորդությունը իրականացնելու, այսինքն իսկով է ասում, որ սահմանի որոշակի խորքում, չգիտեմ, 10 կիլոմետր խորքում Հայաստանում դա սահման է։ Այսինքն այդ սահմանի դա հաստատ սահման չի, բավական խորք է եւ այդ խորքից կարող են իրենց դիտորդությունը իրականացնել մեծ հաշվով։ Այս տեսանկյունից շատ խիստ այդպես սահմանին մոտ գուցե բարեկություն չիրականացվի, այսինքն այս առումով կարծում եմ հնարավոր է դեռևս քննարկել ինչ այլ տարբերակներ կան, բայց հարց է, որ Հայաստանից դուրս չգան, բայց հարց է սրան ադրբեջանական կողմը համաձայնելու է, թե չէ։ Բայց ես ուղղակի կարծում եմ, որ այնուամենայնիվ, եթե անգամ մենք սրան համաձայնում ենք, ադրբեջանական կողմը փաստաթուղթը մոտ ապագայում չի ստորագրելու։ Իսկ կարող է հայկական կողմը հենց այդ համոզմունքը ունի, դրա համար է այսպես բաց դռների օր հայտարարել, որ ամեն ինչին համաձայն ենք։ Սպասում ենք, որ ստորագրենք։ Չենք կարող բացառել, սա թերևս հայկական կողմի տարիներ շարունակ, որովհետև եթե հիշում եք նաև նախկինում, հա, երբ Սերժ Սարգսյանը ասում էր, մենք պատրաստ ենք փաստաթուղթը ստորագրել, դրանից առաջ էլի անդադ ասվում էր, որ բանակցային սեղանին դրված փաստաթուղթը, ինչը ենթադրում էր 5 շրջանների հանձնում, հետո նաև երկու շրջանների, այսինքն 7 շրջանների հանձնում եւ այլն, միշտ ասվում էր, որ մենք պատրաստ ենք դա ստորագրելու, բայց միշտ նաև այդպես կուլիսների հետևում ասում էին մենք պատրաստ ենք, բայց մենք գիտենք, որ Ալիևը չի ստորագրելու, այսինքն միշտ այս մտայնությունը եղել է։ Գուցե հիմա դա է նաև էլի պլանը, բայց կարծում եմ սա բավական այդպես վտանգավոր երկսայր կարող է լինել։ Ամփոփենք Նիկոլ Փաշինյանը եւ Պուտինը զրուցեցին, նրանք վերջերս այդքան հաճախ չեն զրուցում։ Հանդիպումից հետո պարզ է դառնում, որ պայմանավորվել են սահմանի ինչ-որ մի հատվածից ռուսների դուրսբերման վերաբերյալ, մայիսի 9-ին էլի կհանդիպեն, վարչապետը կգնա եւ Կարմիր հրապարակում կկանգնի Ռուսաստանի նախագահի կողքին եւ հավանաբար կընդունի Կարմիր, այսպես բանակի հաղթանակին կամ հայրենական մեծ պատերազմում տած հաղթանակի
80-ամյակի հոբելյանական շքերթը եւ տոնակատարությունեն կմասնակցի, սա ըստ Կրեմլի այ Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինը եւ Փաշինյանը խոսել են նաեւ Հայաստան-Ադրբեջան այս նախագծի տեքստի համաձայնության շուրջ բանակցությունների ավարտի փաստի մասին։ Ռուսաստանը ինչ դիրքորոշում ունի ամեն դեպքում այո հիմա խառն են Ուկրաինայում դեռևս բայց ասես հետևում են, հա, գործողություններին, ունեն շահեր, որոնց մասին չեն թաքցնում եւ իդեպ Կարմիր հրապարակում ինչ եք մտածում, արժեր գնացած։ Ես չգիտեմ ճիշտ ասած, որտեվ ինքս չեմ կարդացել դեռևս հայկական կողմի հաստատումը, որ մեկնելու է։ Չեն հաստատել, իրականում շատ ոչ էլ հերքել են, այսպես ասած։ Զգուշավոր է շրջանում պետք է լինել, որտեվ չենք կարող բացառել, թե ինչ ընթացք կունենա Ռուսաստան-Ուկրաինա process-ը, այսինքն հայկական կողմի Հայաստանի իշխանության այս բալանսավորված քաղաքականությունը կարծում եմ ճիշտ է, բայց պետք է այնուամենայնիվ զգուշավոր լինել, որովհետև կարող է ինչ-որ մի պահ այնտեղ բեկում առաջանա, բեկում վատ իմաստով, հա, այսինքն կարող է ռուսական կողմերի հրաժարվի, ամերիկյան կողմի հետ սրացում գնա եւ մեր այնտեղ լինելը շատ ի օգուտ Հայաստանի չաշխատի բնականաբար։ Ընդհանրապես ի օգուտ Հայաստանի չի աշխատում, բայց այս իրավիճակում 2 ամիս կա։ Այո, այսինքն մինչև մայիսին բնականաբար բավական ամեն օր է որոշակի բաներ փոխվում եւ այս առումով շատ զգուշ պետք է լինել։ Բայց այո, մենք մանևրելու կամ չմանևրելու տարբերակ չունենք եւ որոշակիորեն այս կապը այնուամենայնիվ ռուսական կողմի հետ պետք է պահենք, այսինքն ես չեմ կիսում այն մոտեցումը, որ պետք է կտրել բոլոր կապերը, մերժել եւ այլը, մենք այդ ռեսուրսը չունենք ցավոք։ Ինչ վերաբերում է ռուսական շահերին, բնականաբար իրենք ունեն շահեր եւ հիմա թերևս ամեն ինչ պիտի անեն, որ եթե ստորագրվում է փաստաթուղթը ստորագրվի իրենց հարթակում եւ դառնա այն ինչ որ դուք ասում եք 2 նոյեմբերի 9 եւ սրանից ամեն կերպ պետք է հնարավորինս խուսափել, բայց այստեղ շահերը նաեւ այլ ուղղությամբ են գնալու, որովհետեւ հասկանում են, որ այս փաստաթղթով չի, որ այն հիմնական շահը, որ իրենք ունեն, որը կապված է ապաշրջափակման հետ եւ կապված է խաղաղության խաչմերուկի հետ, իրենք այստեղ մեկ այլ ուղղությամբ պետք է ներգրավեն իրենց ազդեցությունը ունենան, այսինքն հիմնական շահը այստեղ է, բայց այստեղ իհարկե իրենք շարունակելու են որոշակի դեստրուկտիվ դերակատարումը, որովհետեւ խաղաղությունը որպես այդպեսին այս տարածաշրջանում իրեն շահերից չի բխում, հա, ինչպես շարունակաբար ասում ենք, Ռուսաստանի հիմնական գործընկերը կամ դաշնակիցը այս տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում եւ հատկապես հետսովետական տարածաշրջանում կոնֆլիկտներն են, իրենց հիմնական դաշնակիցը կոնֆլիկտն է, որի միջոցով որպես գործիք են կիրառում բոլոր երկրներին մանիպուլացնելու կամ կառավարելու համար ցավոք։ Շնորհակալ եմ, որ եկաք Factor TV-ի, կհետևենք անպայման, հյուրընկալել ենք Գայանե Աբրահամյանին։